Պատմությունը սկսվում է կրակոցից։ 1918 թվական մայիսի 15 Օսմանյան երրորդ բանակը Մեհմեդ Վեհիբ Փաշայի հրամանատարությամբ մտնում է Ալեքսանդրապոլ։ Հայ բնակչության կյանքը կաթվածահար էր։ Դեռ 3 էր, որ Կարսը կորցրել էինք։ Իսկ այսօր արդեն թուրքական զորքերը Գյումրիում էին։ Այն ժամանակ Ալեքսանդրապոլ։ Թուրքական բանակի հաջորդ խնդիրն էր գրավել Ղարաքիլիսայի, ներկայիս Վանաձորի, ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայրի երկաթուղու կայարանը եւ առաջ շարժվել դեպի Թիֆլիս։ Փախստականներն ու զորքերը Թուրքիայի կողմից շրջափակման մեջ չհայտնվելու համար նահանջում են։ Բարև ձեզ, ես Սուրեն Պետրոսյանն եմ, եւ այսօր մենք կուղևորվենք Վանաձոր, Լոռու մայրաքաղաքը։ Հայաստանի հյուսիսային դարպաս, խորհրդային Հայաստանի արդյունաբերական հսկա եւ քաղաք զարմանալի պատմությամբ, որը ամբողջությամբ եւ խորապես դեռ ներկայացված չէ։ Եվ այսպես թուրքերը գալիս են, իսկ հայերը նահանջում։ Թվում է թե վերջ։ Չկա Ղարաքիլիսան, ներկայիս Վանաձորը։ Հետևաբար չկա եւ Հայաստանի հյուսիսը, իսկ պատմությունը մոտ է ավարտին։ Սակայն մի քանի սպաներ նախաձեռնությունը վերցնում են իրենց ձեռքը, եւ այդ սպաներից մեկը Գարեգին Նժդեհն էր։ Նրանք դիմում են զինվորներին եւ փախստականներին, կռվելու ու պայքարելու կոչով։ Որոշումը ընդունված է, հայերը կռվում են։ Այս ընթացքում մենք բարձրանում ենք Կամակատար մատուռ։ Այն կառուցվել է 1841 թվականին Դարպաս գյուղի քահանայի կողմից։ Ըստ ավանդազրույցի, նրա դուստրը ծանր հիվանդ էր, եւ նա ուխտ էր արել, եթե աղջիկն ապաքինվի, ինքն այդտեղ մատուռ կկառուցի։ Դուստրը ապաքինվեց, իսկ մատուռը կառուցվեց։ Այս բարձրադիր վայրերից բացվում է տեսարան, որտեղից երևում են բոլոր այն տեղանքները, որտեղ տեղի են ունեցել 1918 թվականի այդ համառ մարտերը։ Եթե մենք 100 տարի առաջ փախչեինք եւ չկռվեինք, այսօր դժվար թե հնարավորություն ունենայինք այցելելու Կամակատար եւ ձեզ ցույց տալու այս կադրերը։ Ընտրելով արժանապատվությունը եւ ճակատամարտը, հայերը կարողացան լուրջ վնաս հասցնել թուրքերին, խափանելով թուրքական բանակի բոլոր ծրագրերը եւ պարտադրելով նրանց նահանջել Արևելյան Հայաստանից։ Ինչպես հետագայում հիշում է Վեհիբ Փաշան, թուրքերը չէին սպասում նման կատաղի դիմադրության։ Հաջորդ կանգառը Լոռի Փամբակի երկրագիտական թանգարանն է։ Ներսում մեզ սպասվում է մի քանի հազար տարվա պատմություն, որը կարելի ասել ամբողջությամբ ձեռքով է հավաքվել։ Մեզ դիմավորում է թանգարանի տնօրեն Արմինե Ավդալյանը։ Նա միայն հիմնադիրների եւ տարեթվերի մասին չէ, որ պատմում է։ Նա խոսում է մարդկանց մասին, ովքեր գտել եւ փրկել են այս իրերը։ Սա մարդկանց կենդանի եւ հավաքական հիշողությունն է, որոնց շնորհիվ Հայաստանն այժմ ունի նման թանգարան իր սեփական հավաքածուով եւ արդեն ձևավորման ու զարգացման իր սեփական պատմությամբ։ Մեզանից շատերը Վանաձորը ասոցացնում են խորհրդային արդյունաբերական հսկայի հետ, եւ դա արդարացի է, քանի որ Վանաձորի քիմիական արտադրությունը ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ ԽՍՀՄ-ի հպարտությունն էր։ Լոռին իր երկաթուղով նույնքան կարևոր նշանակություն ունի երկրի համար, որքան Սյունիքը հարավում։ Այն ռազմավարական հանգույց է, որը ապահովում է ելք դեպի Վրաստան եւ ունի Սև ծով տանող երկաթգիծ։ Բայց եթե 4000 տարով ետ գնանք, կտեսնենք, որ Լոռին բրոնզե դարի գերակա մշակույթներից մեկի մասն է կազմում։ Թրիալեթը, Սարահարթը ներկայիս Վրաստանի տարածքում, իսկ Վանաձորը, ինչպես գիտեք, ներկայիս Հայաստանի հյուսիսն է։ Այն միասնական մշակութային տարածք է, որը գոյություն է ունեցել մոտավորապես Քրիստոսից առաջ 2200-ից 1600 թվականներին։ Նրա հիմնական հետքը հսկա դամբարանադաշտերն են։ Դամբարաններից որոշները ունեն 15-ից 20 մետր բարձրություն եւ մինչեւ 100 մետր տրամագիծ։ Դրանք ուղղակի հողաթմբեր չեն։ Դրանք ուղարկավորության բարդ համալիրներ են,
ներքին խցերով և փայտե կառույցներով։ Ներսում հնագետները հայտնաբերել են քառանիվ սայլեր, տարատեսակ գույք, այդ թվում ոսկե և արծաթե բազմաթիվ իրեր։ Ամենահայտնի գտածոների շարքում է թրիալեթից հայտնաբերված արծաթե գավաթը, բազմաթիվ տեսարաններով, որը քանդակված է դարաշրջանի համար զարմանալի մանրակրկտությամբ։ Բորիս Պյոտրովսկին այս հուշարձանները բնութագրել է որպես բարբարոսական շքեղություն, օրինակ, մշակույթ առանց գրավոր աղբյուրների, բայց հզոր գեղարվեստական արտահայտչականությամբ։ Ժամանակակից հնեագիտական հետազոտությունները վկայում են, որ Քրիստոսից առաջ 3-ից 2-րդ հազարամյակներում տարածաշրջան է եկել տափաստանային բնակչության մի մասը, որը կապված էր հնդեվրոպական մշակույթի հետ։ Մինչև պետությունների և սահմանների ի հայտ գալը, Լոռին ի սկզբանե եղել է ռազմավարական հանգույց։ Բայց Ղարաքիլիսան, այսինքն Սև եկեղեցին, Կիրովականը, իսկ այսօր արդեն Վանաձորը միայն հնագիտության, արդյունաբերության և հակամարտությունների մասին չէ։ Այն առաջին հերթին մարդիկ են, մեր հողը և մեր ինքնությունը։ Իսկ հայերի համար Լոռին առաջին հերթին ասոցացվում է այդ հողի զավակի Հովհաննես Թումանյանի հետ։ 1917 թվական դեկտեմբեր, երկիրը գտնվում է անհետացման եզրին, և այդ ժամանակ Հովհաննես Թումանյանը գրում է Անդրանիկին. «Ես 4 տղա ունեմ, 4-ն էլ երկրի կառավարության և քո տրամադրության տակ են»։ Բանաստեղծ, որն իր երեխաներին ուղարկում է պատերազմ, և ավելացնում է. «Ամսական 100 ռուբլի ընդհանուր գանձարանին»։ Թումանյանը 10 երեխաների հայր էր, ում միջոցները, սակայն, բավականին սուղ էին։ Իսկ նրա կողմից ընդհանուր գանձարանին տրամադրվող գումարը պարզապես հսկայական էր։ Դա որոշում էր, որը կարող էր բնորոշ լինել միայն ռազմավարական միտք և ամուր ինքնություն ունեցող մարդուն։ Խորհրդանշականն այն է, որ Անդրանիկը նրա կողքին էր, մեկը Լոռու զավակն էր, մյուսը Արևմտյան Հայաստանի։ Մեկը գրում է, մյուսը կռվում։ Սակայն երկուսն էլ նույն գործն են անում, պայքարում են հանուն ինքնության և սեփական արժանապատվության։ Նրանք ամբողջությամբ ստանձնում են պատասխանատվությունը և զոհաբերում ամեն ինչ։ Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչով է պայմանավորված Լոռու այդ յուրահատուկ աուրան ու մթնոլորտը։ Ինչն է այն հիմնական տարանջատիչը, որը առանձնացնում է նրան, ընդգծելով միաժամանակ նրա այդ կարևոր նշանակությունը։ Եվ կարծես ես ինքս ինձ համար գտել եմ այդ պատասխանը։ 10-րդ դարի վերջին և 11-րդ դարի առաջին կեսին Հայաստանի հյուսիսը դարձավ անկախ քաղաքական կենտրոն։ Խոսքը Տաշիր ձորագետի թագավորության մասին է, որը գլխավորում էր Դավիթ Առաջինը։ Նա սերում էր Բագրատունիների կրտսեր ճյուղից և Աշոտ 3-րդ Ողորմածի թոռներ, այսինքն պատկանում էր իշխող տոհմին։ 1001 թվականին Դավիթ Առաջինը հակամարտության մեջ է մտնում Անիի թագավոր և իր բարեկամ Գագիկ Առաջինի հետ, ձգտելով ավելի մեծ ինքնավարության։ Նա պարտվեց և ժամանակավորապես զրկվեց իր կալվածքներից։ Այստեղից էլ նրա անունը Անհող։ Այնուամենայնիվ, նրան հաջողվեց վերականգնել իր դիրքերը։ Դավիթ Առաջինը Կովկասյան աշխարհաքաղաքական գործընթացների կարևոր մաս է կազմել։ Բախվել է մուսուլման էմիրների, այդ թվում էմիր Աբու ալ-Ասվարի հետ, և պայքարել է Վրաստանի, Դմանիսին և Թբիլիսին իր տիրապետության տակ առնելու համար։ Իսկ նրա ամուսնությունը Կախեթի թագավոր Կվիրիկե III-ի քրոջ հետ հաստատում է տարածաշրջանում նրա ունեցած բարձր դիրքը։ Անին 1045 թվականին Բյուզանդիային միացվելուց և 1064 թվականին սելջուկների կողմից գրավվելուց հետո հայկական կենտրոնները կորցրին իրենց անկախությունը։ Տաշիր ձորագետը, սակայն, ավելի երկար գոյատևեց, քան հայկական հիմնական պետությունը։ Ավելի ուշ տարածքը հայտնվեց վրացական զարգացող թագավորության տիրապետության տակ, իսկ հետագայում ռուսական կայսրության։ Լոռին դարձավ Թիֆլիսի նահանգապետության մաս, և հենց այս վարչական կարգավիճակն էլ հետագայում դարձավ 1918 թվականի հայ-վրացական հակամարտության պատճառներից մեկը։ Այս կարճատև պատերազմում կարևոր ռազմավարական և մարդասիրական դեր խաղաց Հովհաննես Թումանյանը։ Ապրելով Թիֆլիսում և լինելով մշակութային էլիտայի վառ ներկայացուցիչ,
նա իր ողջ ջանքերը ներդրեց հայերի եւ վրացիների միջև պառակտումը կանխելուն։ Նրա դիրքորոշումը հստակ էր, իսկ մոտեցումը շատ ճիշտ։ Հազարամյա հարևանների միջև պատերազմը չէր կարող հաղթանակ պարգևել կողմերից որևէ մեկին։ Երբ 1920 թվականին սկսվեց երկրորդ հայ-թուրքական պատերազմը, վրացիները գրավեցին Լոռին, բարձրացրին իրենց ազգային դրոշը եւ զորքերը տեղակայեցին տարածաշրջանում։ Լոռու վերջնական կարգավիճակը Հայաստանի կազմում ամրապնդվեց միայն խորհրդային ժամանակաշրջանում։ Մեզ է սպասում Թայրյանի ամառանոցը։ Տուն առանց շքեղության, առանց ավելորդ ճոխության։ Պարզապես մի վայր, որտեղ ապրել է իր ժամանակից շատ ավելի առաջ տեսնող մարդ։ Ներսես Թայրյանը ծնվել է Ղարաքիլիսայում 1833 թվականին։ Լեռնային հյուսիս, ճանապարհներ, որոնք ձմռան ուղղակի անհետանում են։ Այդ ժամանակ նրան հաջողվում է կրթություն ստանալ Մոսկվայում, ապա Ֆրանսիայում, որտեղ ուսումնասիրում է ալկոհոլի արտադրության տեխնոլոգիան։ Ֆրանսիայի հայտնի Կոնյակ քաղաքում նա չծանոթացավ միայն խմիչքի հետ, նա խորքային կերպով պատկերացում կազմեց ողջ համակարգի մասին, ինչպես է իրականացում հնեցումը, ինչ կարգապահություն է անհրաժեշտ եւ սիրահարվեց այս խմիչքի հարուստ ավանդույթներին։ Արդյունքում նա որոշեց, նույն մշակույթը պետք է լինի նաեւ Հայաստանում։ 19-րդ դարի երկրորդ կեսին նա արտադրությունը սկսեց Երևանում, մի քաղաք, որը չուներ ենթակառուցվածքներ, զարգացած լոգիստիկա եւ շուկա։ Այդ ժամանակ անգամ Թիֆլիսում այն կազմակերպելը կլիներ մեծ փորձություն։ Քչերն էին հավատում նրա հաջողությանը։ Սարքավորումները կայսրության միջով տեղափոխվում են բառացիորեն ձեռքով։ Տեխնոլոգիաները հարմարեցվում են հայկական լանդշաֆտին։ Նա հրավիրում է հեղինակավոր Մոնպելիեի շրջանավարտ Մկրտիչ Մուսինյանին եւ հիմնադրում է այն, ինչը հետագայում դառնում է երկրի խորհրդանիշներից մեկը։ Այսպես ծնվեց այն, ինչը մենք այսօր ճանաչում ենք որպես լեգենդար հայկական Արարատ կոնյակ։ 1899 թվականին գործարանն անցնում է Նիկոլայ Շուստովին։ 1900 թվական Փարիզում Գրան Պրիի եզրափակիչ, մեծ անակնկալ ֆրանսիացիների համար։ Շիշն արդեն այլ անվամբ է, բայց հիմքը դրված է Ղարաքիլիսեցու կողմից։ Թայրյանը երեխաներ չուներ։ Նա իր ունեցվածքը կտակեց հայ եկեղեցուն, գիմնազիային եւ որբանոցին։ Նա կառուցեց այն, ինչը դարձավ իր հայրենիքի խորհրդանիշներից մեկը։ Թայրյանը յուրատեսակ առումով հիշեցնում է Լոռու մյուս զավակին՝ Հովհաննես Թումանյանին։ Տարբեր մարդիկ, տարբեր ճակատագրեր, բայց մեկ բնավորություն եւ ամուր ինքնություն։ Քաղաքում զբոսնելիս մենք տեսանք նաև Անդրանիկ Օզանյանի հրաշալի կիսանդրին։ Եվ նա մեզ հիշեցրեց զորավար Անդրանիկի կյանքից մի ուշագրավ դրվագ կապված Հովհաննես Թումանյանի հետ, որը մեզ է փոխանցել մեկ այլ անվանի հայ Վահան Թոթովենցը։ Մի անգամ Թիֆլիսում տեղի ունեցավ մի հանդիպում, որի ժամանակ Հովհաննես Թումանյանը բաժակաճառ ասաց. Սրանից 20 տարի առաջ կար երկու նշանավոր բան՝ Խրիմյան հայրիկը եւ իմ շունն ու կատուն։ 20 տարի է անցել, բայց ելի կա երկու նշանավոր բան՝ իմ շունն ու կատուն եւ Անդրանիկը։ Խմում եմ երկու նշանավորներից մեկի Անդրանիկի կենացը։ Այս բաժակաճառից եւ սեղանի շուրջ առաջացած աշխուժությունից ու ծիծաղից Անդրանիկն էլ վեր կացավ եւ պատասխանեց. Կանցնեն տարիներ, ոչ ես կլինեմ, ոչ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ շունն ու կատուն։ Խմենք նրանց կենացը։ Եթե փորձենք Լոռին մեկ բառով նկարագրել, ապա այն չի լինի ոչ արդյունաբերությունը եւ ոչ էլ բնությունը, այլ կլինի համարձակությունը։ Լոռին յուրատեսակ դիտանկյունից կարելի է նկարագրել մեկ բառով՝ համարձակություն։
Այստեղ Դավիթ անհողը ունեցավ համարձակություն, դեմ դուրս եկավ թագավորին իր հայրենի հողերը ամրապնդելու համար։ Այստեղ Ղարաքիլիսայում մարդիկ ունեցան համարձակություն եւ անկոտրում կամք, դուրս եկան մարտի եւ Հայաստանին տվեցին կյանքի հնարավորություն։ Այստեղ Թումանյանը ունեցավ համարձակություն եւ ստանձնեց ողջ պատասխանատվությունը, զոհաբերելով իր ամենաթանկը որդիներին ու դուստրերին։ Այստեղ Թայրյանը ունենալով համարձակություն վտանգեց իր ողջ կարողությունը, անունը, այդ թվում նաև ապագան, հիմնելով արտադրություն եւ արդյունաբերություն այնտեղ, որտեղ մինչ այդ ոչինչ չկար։ Տարբեր դարեր, տարբեր ժամանակաշրջաններ, տարբեր մոտեցումներ, սակայն մեկ բնավորություն՝ համարձակություն, կամք եւ քաջություն։ Ահա այսպիսին է ինձ համար Լոռին եւ Լոռեցին։ Ձեզ հետ է Սուրեն Պետրոսյանը։ Կհանդիպենք Հայաստանի մեկ այլ անկյունում։ Արամ Մանուկյանը հեռագիր է ուղարկում եւ խնդրում 3 օր դիմակայել թուրքերին։ Վանաձորը բավականին դիմագից ունեցող քաղաք էր։ Եթե շաբլոններով աշխատեմ, սա շաբլոններ դնեմ, գտեմ կարող մի շաբաթ մոտ։ Եվ ֆրոզիկ մեկրչանը իշխան տենում եմ, քիչ ժամանեմ ես ջարդեմ։ Հա, իրականում